Տնտեսավարողները վարում են իրենց քաղաքականությունը, իշխանությունը ոչինչով բացի քրեական։ Վարչապետը խաբար է ինչ է կատարում Հայաստանի կառավարության թիվ 1 Բայց իրեն ասեք, ինձ եք ասում, ինքը չգիտի դրա մասին։ Վարչապետի լիազորությունների Ինքը չգիտի, ես ունեմ, բայց ինքը չգիտի դրա մասին։ Ինքը գիտի, ինքը բիբար գիտի։ Խոզի խորոված ուտի, այդ մարդը խաբար չի տնտեսություն։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, բայց մարդն դուր է գալիս, տենց խորոված ուտելը, տենց ձեռքերով մնացած, ասում են ժողովրդական է, բան է, իսկ այդ հարուստները չեք գալի, չեք շփում մեր հետ, բան չեք անում։ Ինչ թողեցին չգնացի։ Ասա թողեն, վաղը գնան։ Ինչու են ձեզ դիմում, պարոն վարչապետը, ձեզ հետ հանդիպած մարդիկ, մի քիչ չեք շտապում, պարոն Կարապետյան։ Վարչապետ չէ, դեռ Կարապետյան։ Հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնեք ինչու են այդպես։ Դուք եք հուշել, որ ձեզ դիմում։ Բայց դուք ձեզ վատ չեք զգում, կարծես թե որ ձեզ տենց են դիմում։ Ինձ համար ոչ լավ եմ զգում, ոչ վատ եմ զգում։ Իմ համար սովորական։ Ես վատ եմ զգում, երբ անիմաստ գալիս եմ այս դատարաններ, այ դրանից վատ եմ զգում։ Ի վերջո ինչ արեցիք այդ անձնագրերի քաղաքացիություններից հրաժարվելու ՌԴ եւ Կիպրոսի ի վերջո մի շաբաթ մնաց ընտրություններին։ Ասել եք Վարդևանյանին ասել, Վարդևանյանին չի պատասխանում, էլի դրա համար ձեզ են Վարդևանյանը մի քիչ մեծամտածել։ Կարապետյան մի բան, դուք կարող եք այդ խոսման Դե հարցը ախր կանում եք վարչապետ դառնալ։ Այո, դրա համար ամեն անգամ նույն հարցը չեն տալիս, դա process է։ Պատասխան ինչ եք արել, դրա համար ասում եմ, այդ process-ը։ Դրա համար սկսել ենք process, process-ը ժամանակատար է։ Process-ը ո՞րն է, ինչ process եք սկսել։ Կոնկրետ ինչ եք արել, եթե ես ուզում եմ քաղաքացիություն Դուք գոնե մեկ անգամ հրաժարվել եք, չէ, մի րոպե։ Հրաժարվել եք քաղաքացիությունից։ Ոչ, չեմ պատրաստվում, մի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Դե որ փորձեք հրաժարվեք, տեսնեք, որ դա ժամանակ է պահանջում։ Առաջիններից մեկը պարոն Կարապետյան ջան, զատնի չդնեք, դուք ասացիք ես զատնի դնողի տպավորություն եմ թողնում։ Հիմա վերահաստատում եք, եթե ընտրություններում դուք չհավաքեք ձեր ագրեսիվ եմ վերահաստատում, ավելի ագրեսիվ։ մի բան է քննարկում, օրինակ դուք կարող եք այդ հավակնոտ պնդման տակից դուրս գալ, որ ասում եք հաղթելու ենք, օրինակ շարդիկ որոնք ձեզ են ընտրել ու կարող է ընտրել, մտածում են ինչ կանեք, եթե պարտվեք, արդյոք փողոցը նորից սկսում ենք զրոյից, Փաշինյանի նման զրոյից ենք սկսում, մենք չենք պարտվում, Ժորժ ջան, հաղթելու ենք, հետ միշտ ինձ ուզում այդ պարտվողական հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ 100% երաշխավոր մենք պարոն Կարապետյան։ Ասում եմ հաղթելու ենք, ասում եմ երաշխավորներն ասում են, որ դուք բացահայտեք իրավիճակը պլան B ունեք, պլան B։ Միգուցե չեղարկվի ձեր ըստ էության գրանցումը։ Շատ մոդայիկ հարց եք տալիս, բայց այդ հարցը տեղին չի։ Մենք հիմա գնում ենք հաղթելու պլան B, պլան D, պլան C, ժամանակ ունենք։ Կալանավորված ժամանակները ասում եք, որ խաղաղության գործընթացում երաշխավորների ներդնելու, այսինքն երաշխավորներ որպես դիտարկում եք Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ։ Տեսակ, դատավորը բռնի կալանքիք տանի։ Մասին խոսում եք, որովհետև դուք անմիջապես չեք կարող բանակցել Ալիևին։ Եք մտավախություն։ Պատճառով տանեն կալանքի հիմա ինձ։ Պարոն Կարապետյան, արեք։ Այնուամենայնիվ փորձեք պատասխանել։ Կլինի ձեր հարցին ամենահեշտն ենք։ Պարոն Կարապետյան։